2, 3, 4. Mama Can! Ես պասին աղթի չեմ բրծելը, հորից ես բարբացակ, այն կեզ բաներան։ While I'm alone, you send me, dream a little dream of me. Հարու խորովածի մասին ենք ենք դինել, տեչ օր չկարոված է շննավան է, հայ դույ 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 դույ, վայն իսնա տեսնի վայ դույ 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 դույ, հայ Շատ սիրուներ այդ բացումը, այսպես ասած, եվրոպական սամետի նվիրված շոուի բացումը, բան, շատ գեղեցիկ էր, առաջ նմանատիպ միջոցառումների համար դրսից էինք մարդ կանչում, ես հիշում եմ Վրաստանից, Ռուսաստանից, հիմա կարծես թե մերոնք են արել, ապրեն, լավ է, այդ ինչ-որ վերաբերվում է, ոնց որ մի քիչ իմ մասնագիտությանը, հա, դրա համար եմ դրան անդրադառնում, բարև ձեզ, հիմա կուզեմ մի երկու բառ ասեմ, ինչ-որ կատարվում է Հայաստանում, չգիտեմ կհամաձայնվեք այդպես թե ոչ, ամենայն դեպս միշտ աշխատել եմ լավին լավ ասեմ, վատին վատ ասեմ, հիմա տեսեք, Այն որ Մոսկվան վատ էր արձագանքելու, որ հիմար դուրս են տալու, բան տենց է, ոչ ադեկվատ հայհոյախառ է իրանց սաղ պրոպագանդիստ ալիքներով, ինչ վերաբերվում է այն ինչ Հայաստանում կատարվում է, այդ եվրոպական սամետը, Մակրոնը եւ այլն, դա պարզ է, այն որ Ադրբեջանն ահել է, ասենք, ականջների վրա, ու դեսպաններին հետ կանչեմ, ես կանչեմ են կանեմ, որտեվ ըստ ես բանի բանաձևի մագի Ղարաբաղցիները իրավունքներ ունեն, այդ էլ է պարզ, ես ուզում եմ մի հատ մի քիչ ընդդիմության մասի խոսեմ, գիտեք, ոչ ոք չի ասել, որ սա աշխարհի վերջն է, որ Հայաստանը փրկվեց, որ հիմա ներդրումները բերելու են լստեն Հայաստանում, այս որ որա Samsung-ը պրոսպեկտի վրա են խանութը պետք է հանեն, գործարանը տեղը կառուցեն, բան։ Ոչ ոք դες բաներ չի ասել, ամենայն դեպս ես չեմ լսել ոչ բլոգերների մակարդակում, ոչ իշխանության մակարդակում, բայց սրանք մի քմծիծաղ, այս ինչեր են արա խոսում արա, Ումա պետք, սա տուֆտա միջոցառում է ինչ-որ, հիմարները հավաքվել են, կլոունները, բան են, Քոչարյանն անդ է, առիթավորվեց, կավեին շիկ է եկել, երկու հատած կավեին շիկ մենք ունենայինք էլի ձեր կառավարման ժամանակ, մի տենց մե ուրախություն, մեծը ծախ, ունենց քմծիծաղով բանով, ոնց որ ոչինչ չի կատարվել իրականում, գիտեք հետարքիր է, թրիպի մասին թուղթ են ստորագրում, այդ սթից բան է, ամբողջ Եվրոպայի ղեկավարները գալիս են Հայաստան, սթից բան է, եվրոպական դիտորդները գալի կանգնում են սահմանի վրա ու կրակոց չիլնում, այդ էլ ասաթից բար բինոկլով ինչ պտի մեզի պաշպանեն, ինչ պտի պաշպանեն, տեսակ ոնց պաշպանեցին, ձեր սիրելի ռուսները որտեղ որ կանգնած էին, ընդեղ առաջ եկան ադրբեջանցիք, զոհեր ունեցանք, կռիվ եղավ, տարածքներ կորցրեցինք, հա, իսկ ընդեղ որտեղ այդ տուֆտեքը բինոկլով այդ իմպոտենտները, այդ ժամկետանց նատոյի եֆրեյտերները, բան, ինչ ասած չէիք ասում, չէ, կանգնած էին, փաստորեն բան չէ, փաստորեն առաջ եկավ Ադրբեջանը, չէ,
Այդ դեմարկացիան բան որ անում եք ու պետք է սա դե կարակ ընդեղից էլ հանեք ընդեղ որտեղ որ ադրբեջանցին կանգնած է ընդեղից էլ կարակ հանեք եք գիտեք էլի որ այս իշխանությունը աչքից դուրսը չի բայց մարդ էլ այտենց տուֆտա անդիմություն ունենա էլի ու գիտեք ինչի եմ ես մա կապաղել իշխանության վրա որ այդ տուֆտա անդիմությունը ուրիշ տեսքով մեր ձևով պետք է իր կեղտոտ կոշիկներով մտի պարլամենտ այդ դա է սարսափելի ինձ համար ու էլի կսկսեն իր վրա շիշ շպրտելը լավ անցնենք առաջ Մակրոնը Վահագն Հայրապետյանի հետ երկեց երկու սարսափելի էր Պուտին ավելի լավ է երգում, լսել եմ։ Բայց լավ էր, նենց, դե մարդիկ տենց ոնց որ ասում են տժում էին։ Դեք ինչքան տենց միջոցառումներ լինի, ճիշտ է, ինքը բանի տեսակետից, միգուցե իրավաբանական տեսակետից ինքը այդքան մեծ նշանակություն չունի, հա ոչ մի տենց թուղթ բան, տենց լուրջ բան չի ստորագրվել, չէ Ֆրանսիան զորքերը չի բերե կանգնացրեի բան չգիտեմ ինչ ասես ասում են, թե ով է ձեզ խոստովը դա չեմ կարող հասկանամ, բայց ինքը փաստը որ ամբողջ աշխարհը ոնց որ ասում են գալիս է ու կենտրոնը սարքում է Հայաստանը, դա լավ է, ֆուտբոլի առաջնությունը հիմա կլինի Հայաստանում, գիտեք Եվ դա սաղ կապում են, որ դա Նիկոլի փյարն է։ Ժողովուրդ, պրոստը Նիկոլը բախտավոր աստղի տակ է ծնվել։ Ու դա սաղից տրաքացնում է, էլի ոնց որ, որտեղ ի վերջո դա ոչ միայն իշխանության շնորհքն է, ասենք, որ նմանատիպ միջոցառումներ են արվում Հայաստանում, ուղղակի Հայաստանը Այսօրվա դրությամբ այն տեղում է գտնվում եւ այն վիճակում է որ աշխարհաքաղաքական կենտրոնների որոշ հետաքրություններ, որոշ շահեր համընկնում են մեր շահերի հետ, այդքան բան։ Հիմա եթե իշխանությունը խելոք լավ իշխանություն լինի մաքսիմալ կօգտագործի այդ մոմենտը։ Բայց իշխանությունը կազմված է երկու թևերից, մի մոռացեք։ Սիրելի հետևորդներ, իշխանությունը ունի նաև ընդդիմություն, բայց եթե այդ եզերը լինեն, այ դրանք, որ միշտ այս քմտիծաղով բանով, այս ինչա որ բարերը Մակրոնով, Արեսիով, այն ինչա բաման, իշխանությունը ոչինչ չի կարող անել։ Որովհետև ընդդիմությունը պետք է լինի այն ուժը, որը սենց ասենք բրդում է այդ իշխանությանը սխալներն է ցույց տալի ոչ թե պետք է ես գամ որ ավելի լավ լինի հասկանում եք սխալներն է ցույց տալի քննադատում է քայլերն է քննադատում որոշ հարցերում համաձայնահետ է օրինակ պատերազմի հարցերում երևի մեր ընդդիմությունը միակ ընդդիմությունն էր որ իշխանության դեմ էր Ուսպա երազում էր երբ պետք է թուրքը մտնի ասենք սաղին մորթի որ իրանք ասեն ահա տեսակ չստացվեց ահա տեսակ չկարողացա ու ինչպեսի ուրախությամբ էին ասենք տոնում որ ասենք տենց կրվեցինք կոպիտ ասած հա մեծ ուրախություն էր հալա դե տեսակ արա բայց մենք ասում էինք որ հողատու է ինքը ասում էինք പക്ഷേ դուք խաբար չեք որ այդ հողատու որ հողերը տալու են խաբար չեք դուք Դուք ամեն ինչ անում եք, որ չտային։ Հիմա անդրադառնանք եկեղեցիները քանդելուն Ստեփանակերտում։ Ցավոտ հարց է շատ։ Եվ այդ հարցն էլ ասենք հա աշտերն են կողում, ասում են բա քանդում են, բախի ձեն չեք անում բան եւ այլն։ Ժողովուրդ, եթե ասենք Թուրքիայի մասին չխոսենք, էլի, որ ասենք Թուրքիայում սաղ մեր եկեղեցիների զգալի մասը, ասենք, որ գյուղերում է գտնվում, ոչ թե Պոլսում, քրդերը անասուն են պահում, խաչերը չկան, որ են բան քաքում, մաքում են մեջ եմ,
Ասենք վրոջի դες 100 տարի անցել դե ոդե ոչինչ էլի դե հիմա էտա մշոմասին երկերքը երկենք դա վան ռեստորան կսարքենք բաման հիմա տենց բան շուշի մուշի ռեստորան կա չէ լիքը Երևանում լավ չէ բայց Ստեփանակերտ եկեղեցիները քանդեցին ես ոնց հասկացա այս ասենք ես նորաստեղծ եկեղեցիներից է որևէ հին եկեղեցի իրանք չեն քանդում դա ալբանական է հա թե չի այդ անասունները դա շկապ ունի թե ալբանականը հետ էլ չգիտես դե լավ աստված իրանց հետ հա հիմա քանդում են ու ասում են իշխանությունը ինչի զեն չի անում ժողովուրդ ջան ասենք ձեն հանեց լավ ասեց ձեն ինչի է քանդում իրանք էլ ասում են լավ ենք անում աչքներդ էլ հանում ենք ցավոտ է ես էլ եմ ցավում բայց ինչ պետք է անեք ուղղակի է տարկիրա մակում էլ ներսեն գորգորալ բաման դրանց եւ այլն ինչա փոխվելու խնդրում գրեք էլի դա մասին ասենք որ դա փոխվելու է որ բաման ես մի բան կասեմ այդ տուֆտա եկեղեցիները սարքելու տեղը ժողովուրդ ջան թող այդ նույն իշխանությունները կամ այդ իշխանություններից առաջ ով որ կար դիրքերը ամրապնդեին կոռուպցիոներներին սատկացնեին այ մտնեին Ղարաբաղ կամ նույն ղարաբաղցիք այն գեներալները որ ասում են այդ հայաստանցի կրասկերը կատու կրասկողները բաման այդպես կախեիք հրապարակում եկեղեցու դեմը հա նրանք ովքեր որ բենզին էին գողանում նրանք ովքեր որ թքում էին հայ զինվորի երեսին որ մի հատ նոր գողանալու համար ծեծում էիք երեխեք իման այդ դա փոխեի որ ձեր եկեղեցիները չքանդեին կամ մեր եկեղեցիները լավ չէ իմն ու քոնը չանեն էլի մի քիչ օբյեկտիվ եղեք էլի ժողովուրդ մի քիչ օբյեկտիվ եղեք եթե այս բանը ասենք այդ եկեղեցիները սարքել են որ ձեր Աստված փրկեց քանի հատ սարքեն որ մեզ Աստված փրկի դուք չեք հասկանում որ այս անտեր այս աշխարհը ուր ձև է աշխատում չկա դա ձյաձյան նստած մի հատ որ ասի տեսեք ինչ պարկե ժողովուրդ հայեցի որ եկեղեցի սարքել է ուրեմն ինձ սիրում է հավատում է ինձ եկեք սրանք փրկենք չկա տես բանալա Մաշկան պետք է եզլնի, որ այդ տենց մտածի, ու ինչքան պետք է մանիպուլատիվ լինի այսօր, ասեմ, պրոստը այնքան որ մարդկանց խղճի վրա աշխատի, ասենք, այնքան որ մարդիկ վատը զգան իրանց, այդ հարցի աղալ ու աղալ քանդեցին, քանդել են եւ քանդելու են ժողովուրդ։ Նախճեվանում էլ սաղ քանդել են, ոչ մի հայկական հետ չկա ու չի մնալու, Թուրքիայում էլ չի մնալու, ոչ մի հայկական հետ։ Հայկական հետ կմնա մենակ Հայաստանի Հանրապետությունում։ Վերջ։ Էն էլ եթե ձեր նման եզերը չլնեն, կամ ձեր նման եզերին բան անեն, տնեն իրանց տեղը։ Բայց քանի որ այս իշխանությունից ես դա չեմ սպասում, դրա համար ընտրություններին տեսեք ինչ եք անում։ Մարդ չի կարող 100% օբյեկտիվ լինել, իհարկե։ Մենք սուբյեկտներ ենք բոլորս։ Բայց մի քիչ ազնվություն ունեցեք, որ գիտեք, կան հարցեր, որ ասենց է լուծվում, ուրիշ ձև չի լինում։ Դե չի լինում, ես ասենք, ինչ կարաս անես, եթե դու այսօր թույլ ես, եթե դու այսօր դաշնակիցներ չունես, այդ որ սա աշխարհը լցվել է Հայաստան, դա դեռ չի նշանակում, որ նրանք իրենք սաղ մեր դաշնակիցներն են։ Չի լինելու, ոչ ներդրումները անելու, ոչ բանը անելու, որտեղ մենք ՕԴԿԲ-ի անդամ ենք, ուզում սառացրա, ուզում տաքացրա, մենք այդտեղից ենք։ Չի լինելու ներդրումներ, չի լինելու լուրջ զենք չեն ծախի, իսկական են լուրջ զենքերից, որովհետև դու ԵԱՏՄ-ի մեջ ես, որովհետև դու Ռուսաստանի տարածքից ինչքան ուզում ա այն Զախարովանները բաները տրակեն, գոռան, ճման, բանը, պետք է մի բան ասեն, ասում են։ Բայց չի լինելու, ամենայն դեպս դեռ։ Ու մի բան էլ ասեմ, որ այս իշխանության օրոք
մեր կապերը Ռուսաստանի հետ ավելի խորացան։ Այդ որ ասում են հերվանում է Հայաստանը բան, չկա տես բան։ Չկա տես բան։ Որոշ հարցերում, հա, սուվերեն ենք, այն հարցերում, որ ասենք Զելենսկին կարա գա Հայաստան ու մենք դա մասին Պուտինին չհարցնենք։ Սանստին օրել է։ Զելենսկին կարա գա Հայաստան ու մենք Պուտինին դա մասին չհարցնենք։ Բայց մեր խիարն ու պամիդորը տանելու ենք ընդ ծախենք, մեկա։ Համենայն դեպս առաջիկա 20 տարին։ Որև այս 8 տարվա ընթացքում ավելի շատ մտանք Ռուսաստանի տակ։ Էդ էլի իշխանության շնորհքն է, էլի։ Քիչ վատ է ասեմ։ Որ չասեք, այդեսի Նիկոլականները։ Արա ինչքան ենք տենց անուղեղ ապրելու։ Համենայն դեպս շատ ուրախ եմ ես, որ Հայաստանում նման բաներ է կատարվում, չգիտեմ, ես ինքս էմոցիոնալ մարդ եմ, կարող աղագին բան չեմ հասկանում։ Բայց այո, ինձ դուր է գալի, որ դու Մակրոնը մնալու է, չգիտեմ, կամ գնալու է գա, պետական այցով է գալու։ Այդ ձեր իշխանության օրոք այդ քանի անգամ է, ասենք, որևէ, ասենք, Շվեյցարիայի միլպետ, ասենք, կամ չգիտեմ, բանի ժեկի վարիչի տեղակալը շոֆերը եկե Հայաստան օֆիցիալ ասենք բանով այցով երբ է եղել չի եղել չէ բայց հիմա ալնում է տեսեք ալնում է տրակեք արա Նիկոլի Փեռնա նո արա սիժվատ բաներ անում արա Նիկոլի շնորհքը չի դա է կամ մենակ Նիկոլի շնորհքը չի Տենց է դասավորվեց, անտեր աստղերը տենց են դասավորվել։ Ու հիմա դա օգտագործելու տեղը այս շեշ դուս եք տալի, ինքան որ գնանք դառնանք բան Պուտինի ձախ ձուն դառնանք, մեր ձևովը ընտրենք, փրկենք երգիրը, կարակ երգիրը չփրկեք, փրկեցիք էլի, մեռակ ես երգիրը փրկելով։ Էլ ինչ պետք է ասեի։ Հա, նու լայքերը չմոռանաք ժողովուրդ ջան։ Լայք դրեք մի հատ։ Տարածեք եթերը։ Հետո հիշեցնեմ, որ ամսի 21-ին Բրբենքում վերջին ներկայացում եմ խաղում Երևան գնալուց առաջ։ Պիկետում ատոմսերը։ Լավ, նենց երաժշտական շոու եմ պատրաստել ընկերներիս հետ։ Դա այդպես ու գալիս եմ Հայաստան մի անգամից երկու օրից։ Դեռ այդպես ինչ ասեմ։ Գալիս եմ Ստարի թատրոնը սարքեմ, ունել QR կոդը, խնդրեմ։ Ինչ կարող եք աջակցել, որ ավելի շուտ սարքեմ։ Ու խնդրում եմ ձեզ, շատ եմ խնդրում։ Ռուսերեն տառերով եւ անգլերեն տառերով մի գրեք հայերեն, էլի։ Նորմալ մարդավարի գրեք դիսկուսիա ծավալվի ինչ որ կարդամ, համաձայնվեմ, չհամաձայնվեմ։ Բան անենք, խոսենք իրար հետ։ Այդ այդպես։ Այս էլ կնոպկել։ Դուրս եմ։ 2, 3, 4.